Օրակարգ շարունակում է աշխատանքահանրայինի ուղիղ եթերում բարև ձեզ եւ այսպես ինչ նվաճումների են հասել մեր երիտասարդ գիտնականներն անցնող տարում միջազգային գործընկերների հետ հետազոտություններ անցկացնող եւ հեղինակավոր ամսագրերում տպագրվող մասնագետներն արդյունքների շուրջ զրուցել են երկրի ղեկավարի հետ։ Սերժ Սարգսյանը հանդիպել է երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի մասնակիցների եւ պատասխանատուների հետ։ Միանշանակ դրական աճում, այս մեր սարքած գումարի արդյոք փոփոխություն չկա։ Այ մոտավորապես հենց աճ կա։ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի պատասխանատուներն ու ուղղությամբ ամփոփել են տվյալները, հիմնականում ձեռքբերումներ են։ Ծրագիրն օրինակ անցած տարի Հայաստանում է հավաքել աշխարհի առաջադեմ հայ գիտնականներին փոխգործակցության նպատակով, արդեն կան արդյունքները։ Մի քանի ինստիտուտներ կարող եմ նշել, օրինակ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը արդեն համատեղ ծրագիր են ներկայացրել ամերիկյան ֆոնդերին, որ համատեղ գիտական աշխատանք իրականացվի։ Սարգիս Աղայանը ծրագրի մյուս արդյունքները նույնպես ներկայացրել է նախագահ Սարգսյանին։ Երիտասարդ գիտնականների ծրագիրը ստեղծվել է երկրի ղեկավարի նախաձեռնությամբ, ուստի հաշվետու է նրան։ Կարողացել են մեկնել տարբեր գիտաժողովների, կարողացել են ձեռք բերել տարբեր սարքավորումներ եւ նյութեր, որոնցով իրականացրել են իրենց աշխատանքները։ Ծրագիրը 1.8 միլիոն դրամով ֆինանսավորել է գիտական գործուղումներ, 10 մասնագետի 9 միլիոն է հատկացրել գիտական սարքավորումների ձեռքբերման, 5-ին 12.5 միլիոնի գիտական դրամաշնորհի համար։ Արդյունքն այն է, որ մերոնց պահանջարկը մեծացել է միջազգային ասպարեզում։ Երիտասարդ գիտնականները ակտիվ են, կուզենայի առանձնացնել ավելի ցայտուն ոլորտներ, դրանք ֆիզիկայի, կենսաբանության, այսինքն բնական գիտությունների ոլորտներն են։ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրով աշխարհի հեղինակավոր գիտական ամսագրերում հոդվածներ են հրապարակվել, գրքեր տպագրվել, դասախոսություններ կազմակերպվել։ Երկրի նախագահը հորդորել է աշխատանքներն առաջ տանել առավել կիրառական ուղղությամբ։ Լավ կլիներ, որ մենք խրախուսեինք այն ձեռքբերումները, որոնք կարող էին օգտագործվել մեր երկրի ներսում որոշակի առաջընթաց ապահովելու համար, ներդնելու համար, որպեսզի արժեք ստեղծվի։ Երիտասարդ գիտնականները նախատեսում են 14 միլիոն դրամով կազմակերպել երկրորդ համահայկական գիտաժողովը եւ լրացուցիչ գումարով շարունակել մյուս ծրագրերը։ Ֆինանսավորման հարցերը քննարկել են երկրի ղեկավարի հետ, իսկ հանդիպումն ավարտվել է շնորհակալագրերի հանձնումով։ Արմինե Ուդումյան, Հովանես Քյոսեյան, օրակարգ։ Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներ է այցելել վարչապետը Կարեն Կարապետյանն, եղել է նոր կառուցվող բուժ կենտրոնում, ծանոթացել ընթացող շին աշխատանքներին։ Պանրի, Գործող ու Հնդկացորենի նորակառույց գործարաններում գործադիրի ղեկավարին ներկայացրել են արտադրության ծավալների ու նոր աշխատատեղերի ավելացման հեռանկարը։ Թող ավելի լավն լինի, մեր Սևանը որ լավ լինի։ Լավից լավն էլ Կատիկին Գայանեն Սևանի նոր բուժհաստատության մակետն է տեսել։ Որտեղ խուրեթաս բուժվելու է, չի բուժվել չի լինի։ Իսկ որ տրամադրությունը բարձր է լինի, կբուժվի, տենց է, չէ։ Լավ բան եք սարքում, վարչապետ Կարեն Կարապետյանն էլ Սևանցի տիկնոջ կարծիքին է։ Այստեղ նրան պատմեցին, նախատեսում են նոր կառուցվողը միացնել պոլիկլինիկային ու ստանալ մեկ համալիր, ժամանակակից ու նոր սարքավորումներով։ Քանի քառակուսիմետր է։ 2800 քառակուսիմետր է, պարոն վարչապետ, շենքը, ինքը 32 մաճակալ հզորությամբ հիվանդանոց է։ 2 միլիոն 716 հազար դոլար կառավարության ու համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ։ Շինարարությունը նախատեսում են ավարտել եկող տարի։ Ինչու այդքան ուշ հետաքրքրվեց վարչապետն ու հանձնարարեց գործն արագացնել ժամկետը մինչև տարեվերջ։ Մտածել եք հետո կառավարիչով ալնելու։ Վերջին մի քանի տարում Սևանում գործող հիվանդանոցը մի քանի տնօրեն է փոխել։ Գեղարքունիքի մարզպետն ասում է, վերջինը վերջապես շատ լավ է աշխատում, նա էլ կղեկավարի։ Դժգոհություններ չկան, հակառակը արդեն Պետք է շատ հստակ հայտանիքներ դնել։ Գայանե Էլիզբարյանն է Դդմաշենի ամբուլատորիայի 30 տարվա աշխատակիցը Սևանի հիվանդանոցն է ղեկավարում։ Ամառվա ծանր սեզոնը հաջողությամբ հաղթահարել է, կարծում է վարչապետի ուզած կառավարիչն է։ Կարծում եմ տես պետք է լինի։ Նոր բուժկենտրոնը տարածաշրջանի շուրջ 40 հազար քաղաքացիների համար է։ Սևանի բժիշկներից սևանցիները դժգոհ չեն։ Այդա Մկրտչյանն այս մասին պատմեց վարչապետին եւ իհարկե նաեւ բողոքեց։ Անվճար տրվող դեղերի ցանկը շատ կարճ է։ Իր սիրտն էլ նկարելու համար պիտի Երևան հասնի։ Սպասարկման որակը, սարքավորումների որակը պետք է բերենք Երևանի մակարդակին։ Վարչապետը Տիկին Այդային էլ մնացածներին էլ ներկայացրեց այնինչ մի քանի օր առաջ են քննարկել կառավարությունում։ Ծրագրում են այնպես, որ մայրաքաղաքի խոշոր բուժհաստատությունները մոտենան մարզի բնակչին, Սևանցին ոչ մի հետազոտության համար չպիտի Երևան հասնի։
Գեղարքունիքի մարզում վարչապետ Կարապետյանի աշխատանքային այցը շարունակվեց Ակվատիկ ընկերությունում։ Միակն է Հայաստանում, որ վերամշակված խեցգետինը Եվրամիության երկրներ արտահանելու թույլտվություն ունի։ Արտահանում են կենդանի եւ եփած սառեցրած խեցգետիններ, իսկ արտադրում են համեղ պահածոներ զինվորների համար։ Իսկ էկոկատ պանիրը եղանակ է փոխել Ակունք գյուղում, փոխել է նաև տիկին Մելանիայի եկամուտն ու տրամադրությունը։ 80-100, ասենք սեզոնին ավելի է բարձրանում։ Արտադրության ընդլայնման ներդրումային ծրագիրն այժմ կառավարությունում է։ Հավանության արժանանալու մեծ շանսով պանիրը կառավարական կազմը հավանեց։ Այցի պանիրն է, որն էլի մեր բրենդի տակ արտահանում է։ Շատ եմ սիրում։ Շատ եմ սիրում։ Թարխուն, սամիտ, ուրց, բիբար ու նույնիսկ պոմիդորի չիր Ակունքի պանրի տեսականին մի շարք համեմունքներով է պատրաստվում։ Արտադրանքի 25%-ը Ռուսաստան է գնում, մնացածը ձեր ամենալավ սուպերմարկետներում, հպարտանում է ակունքցի Աստղանուշը։ Շատ, անարատ, ամեն ինչ անարատ։ Կառավարության ղեկավարի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզի ներդրումային հասցեներով ու շին հրապարակներով դեռ շարունակվում է։ Այս տարվա մեջ անպայման գործելու է, շինարարական աշխատանքները ավարտվել են, հիմա աշխատում են դահլիճի նորոգման վրա։ Գավառի թատրոնի տնօրենը շատ է ափսոսում, ժամանակ չկար վարչապետին պատմեր, թե ինչեր են անելու պտտվող բեմի վրա։ 5 տարի է Գավառի դերասանները շրջիկ թատերախմբի էին վերածվել, 2 ամսից նոր բեմով, ձայնային լուսային ժամանակակից սարքերով դիմավորելու են իրենց կարոտածներին։ Սուսան Բադալյան, Էդգար Դավթյան, Հակոբ Թումանյան, օրակարգ։ Արտաշատի ու հարակից գյուղերի 90,000-ից ավելի բնակիչներին շուտով կսպասարկի տեղի նորացվող ժամանակակից սարքավորումներով վերազինվող հիվանդանոցը, որ փուլում է կլինիկայի կապիտալ նորոգումը նախորդին մարզայցելել ծանոթացել առողջապահության նախարարը։ Քանի դեռ տարածքում բժիշկների փոխարեն շինարարներն են աշխատում, արտաշատցի մասնագետներն ու հիվանդները տեղավորվել են Արարատի բուժ կենտրոնում։ Նախարար Ալթունյանն այստեղ ողջևորել է երիտասարդ բժիշկների թիվն ու մարզում առողջապահական որոշ նեղ մասնագիտացում զարգացնելու նրանց առաջարկը։ Նախարարն ասել է, որ երկրի հիվանդանոցներում բուժօգնության մակարդակը եվրոպական չափանիշերին մոտեցնելու համար պետք է առաջ տանել բարեփոխումները։ Այն բոլոր նախագծերը, որոնք մենք նախատեսել ենք, այն է էլեկտրոնային առողջապահություն, պրոտոկոլներ եւ այլն, կիրականանան իրենց ժամկետներում։ Բոլոր տեսակի խնդիրները, եթե առաջանան տարածքում, մասնագետների հետ կապված խնդիրներ, գործիքների հետ կապված խնդիրներ, առողջապահության նախարարությունը բնականաբար նախարարի գլխավորությամբ կաջակցեն։ Մեկ տեղեկություն Նյու Յորքից արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այնտեղ հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, փոխանցել մեր երկրի նախագահի ողջույնները եւ նրա անունից հրավիրել այցելել Հայաստան։ Գուտերեշը վստահեցրել է, որ նպատակ ունի արդյունավետ գործակցություն ծավալել Հայաստանի հետ։ Նալբանդյանը ներկայացրել է ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ մեր երկրի նախաձեռնությունները։ Զրուցակիցները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, փախստականների, միգրացիոն հոսքերի հետ կապված խնդիրներ։ Անտոնիո Գուտերեշն արժևորել է Հայաստանի օրինակելի ջանքերը փախստականներին ապաստան տրամադրելու հարցում։ Անդրադարձ եղել Արցախյան կարգավորմանը, Գուտերեշն աջակցություն է հայտնել ԵՀԿ Մինսկի խմբի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղված ջանքերին։ Ջրառատում զենքի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործով մեղադրանքի առաջադրվել 35-ամյա Տիգրան Սարգսյանին։ Խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ջրառատում վիճաբանության ու քաշքշուկի պատճառով 3 անձ բառնական վնասվածք էր ստացել։ Քննչական կոմիտեից նաև տեղեկացնում են, որ շարունակվում են ակտիվ քննչական գործողությունները միջադեպի մյուս մասնակիցների գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Անցած գիշեր Արցախի հետ սահմանն Ադրբեջան հրադադարը խախտել է 38 անգամ մեր դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 250 կրակոց։ Պաշտպանության բանակն իրականացնում է մարտական հերթապահություն։ Կոմիկ դերասանից դիվանագետ հիմա էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի թեկնածու ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը նոր ղեկավար պետք է ընտրի աշնանը և մինչև ապրիլի 1-ը պետք է իրազեկի թեկնածուների մասին։ Նրանց թվում է Մոսկվայում Բաքվի դեսպանը, որն արցախյան հակամարտությունը պատերազմով և արյունահեղությամբ լուծելու ջատագովներից է։
Խոսքի ազատություն, ժողովրդավարություն, մարդու արժանապատվություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջնահերթություններն են։ ՄԱԿ-ի խաղաղություն քարոզող կառույցի գլխավոր տնօրեն հավակնում է դառնալ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան պատերազմի ջատագով Փոլադ Բեբուրօղլին։ Նրա թեկնածությունը պաշտոնապես ներկայացված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի ուսումնասիրությանը։ Բաքվի երկերեսանությունն անսահման է։ Դեսպանը, որ կողմնակից է պատերազմին, ցանկանում է գլխավորել ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Բուլբուլօղլին հակամարտության խաղաղ կարգավորում չի ուզում։ 2016-ին հայտնած կարծիքը 2010-ին արված հայտարարության հիշեցումներ։ Եթե որևէ մեկը կարծում է, թե կնստի տանը, իսկ բանակը կազատագրից զավթված հողերը, սխալվում է։ Ամբողջ երկիրը, ամբողջ հասարակությունը, ամբողջ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, սատարի իր նախագահին եւ ազատագրի երկիրը։ Հավանականությունը բավական մեծ է իր ընտրմելու ֆինանսական խնդիրներ կա այստեղ, իրանք շատ առատորեն ֆինանսավորում են այդ կազմակերպությունը։ Լինելով պատերազմի հրձիկ, նա նման դերում է հանդես գալիս։ Բան նրանում է, որ նման, ես կասեի, լկտի մեթոդները օգտագործող անձնավորությունը պարզապես չի հանդիպում որևէ հակադարձման։ Հետաքրքիր է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն բուլղարուհի Իրինա Բոկովան որպես իր իրավահաջորդ առաջարկում էր Մեհրիբան Ալիևայի թեկնածությունը։ Մամուլի ազատության եվրոպական կենտրոնը առաջարկեց նախ զրկել Ալիևային ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանի կոչումից։ Նա ՄԱԿ-ը անպատասխան մնաց, բայց Ալիևայի թեկնածությունը չառաջադրվեց։ Երկար տարիներ լինելով մշակույթի նախարար, նա առանցքային դեր է խաղացել հայկական հուշարձանների ոչնչացման գործում։ Նա էստրադային երգիչ է, նա թատրոնի, կինոյի դերասան է, նա կոմպոզիտոր է, կոմիկ է, ամեն ինչ է։ Եվ հանկարծ այդտեղից նա անցավ ուրեմն դիվանագիտական աշխատանքի։ ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարգախոսն է կառուցել խաղաղություն մարդկանց գիտակցության մեջ։ Քաղաքագետները հույս են հայտնում, որ կազմակերպությունը չի շեղվի դրանից։ Սոնա Աղբալյան, Հակոբ Սարգսյան, օրակարգ։ Նիդերլանդների հայդատի հանձնախմբի նախագահը ողջունել է հակահայկական հռետորաբանության պատճառ ընկած ադրբեջանցի ակտիվիստի դատապարտումը։ Մասիս Աբրամյանն ասել է, որ հակայի լոբիստի դատապարտումը նշանակում է, որ հայերի նկատմամբ զանգվածային բռնությունների կոչանող որևէ մեկն առայժմ անպատիժ չի մնա։ Հիշեցնենք, Նիդերլանդների դատարանը մեղավոր է ճանաչել հայերի նկատմամբ զանգվածային բռնության կոչով հանդես եկած Հաագայի թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինին։ Որպես պատիժ նրա համար սահմանվել է 120 ժամ հարկադիր աշխատանք, 1 ամիս ազատազրկում, 2 տարի փորձաշրջանով։ Աշկինը 2014-ին թուրքական հանրահավաքներից մեկի ժամանակ վանկարկել էր, թե Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը։ Մի քանի լուր միջազգային լրահոսից Միացյալ Նահանգների նախագահն արհամարհել է մամուլի ներկայացուցիչների եւ Մերկելի ձեռքսեղման առաջարկը։ Դա չի վրիպել լրատվամիջոցների եւ սոցցանցերի օգտատերերի աչքից, բայց չի խանգարել առաջնորդներին ընդհանրություններ գտնել։ Թրամփը նշել է, որ Անգելա Մերկելի հետ նա ունի առնվազն ինչ-որ ընդհանուր բան, նկատի ունենալով, որ իրեն նույնպես գաղտնալսել է Օբամայի վարչակազմը։ Դալիճում գտնվողները ծիծաղել են, իսկ Մերկելը չի արձագանքել։ Հանդիպման օրակարգում եղել է աբեկչության դեմ պայքարը, ՆԱՏՕ-ին աջակցությունը։ Խոսելով Ուկրաինայի հակամարտության կարգավորման մասին, Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիայի եւ Փարիզի հետ համատեղ հանձնառու է դրա խաղաղ կարգավորմանը։ Թուրքական Գյունեշ թերթի վերջին համարի շապիկին պատկերված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նացիստական հագուստով։ Նկարը թուրքերեն մակագրված է տիկին Հիտլեր եւ սարսափելի տիկին։ Պատկերված է նաև ֆաշիզմի խորհրդանիշ սվաստիկան։ Չնայած Գերմանիայի կանցլերի հորդորներին, Թուրքիան երկիրը պարբերաբար ֆաշիստական է անվանում։ Փարիզում արքայադուստր Դիանայի մահից 20 տարի անց առաջին անգամ Ֆրանսիային ժամանել Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը։ Նրանք հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուଆ Օլանդի հետ Փարիզում, Լոնդոնի դեսպան Էդուարդ Լևլինը հույս է հայտնել, որ դքսի եւ դքսուհու այցը կընդգծի շատ սերտ կապերը երկու երկրների միջև։ Անցնենք այլ թեմաների, տոնական ու գեղեցիկ, ինչպես երիտասարդ տարիքում, բայց մի ամբողջ կյանքի իմաստություն խորհրդանշող կնճիռներով կանանց միամսյակը հետաքրքիր ու անակնկալներով են նշել մրգաշատում։ Հերոսներն այս անգամ գրեթե 1 դար ապրած տատիկներն են։ Արթուզարթով նրանք հավաքվել են գյուղամիջում խոսել տոնական հիշարժանակ ընթարքներից։ Տոնական չէ, միշտ էլ ես եմ։ 83-ամյա նորատատիկին բոլորն այսպես են ճանաչում, զարդրից անբաժան է անգամ հավանոց մտնելիս։ Չնվազող հոգատարությամբ հայփայում է մեծ աշխարհի իր փոքր անկյունը, որն ամուսնու հետ ստեղծեց 60 տարի առաջ։ Հիմա էլ որդիների, հարսների ու թոռների սիրով շրջապատված վայելում է ծերությունը։ Այդքան
Ասում եմ ինձ տատի վար կասեմ սոված ենք ինչ ուտենք ելին բերեմ լցեմ սեղան կասա տատի դոր կշտացանք։ Էդի բատա։ Նորատատիկին եւ մրգաշացի եւս 350 տարեց կանանց համայնքի ղեկավարը հրավիրել է հարգել պատվելու։ Միամսյա կլավարի թե ոչ միայն նրանց շնորհավորելու, այլև ձմռան նստակյաց օրերից հետո նորից գյուղամեջ դուրս բերելու, միմյանց հետ շփվելու համար։ Մեզ որ մեծարում են, դա մեծ բան է, չէ՞ աղջիկս։ Մեր հասակին դա մեզ պետք, ուրիշ ոչ մի բան։ Ձեր կանանց տարիքն այստեղ 85-ից 95-ի միջակայքում է։ Քմահաճորյորդների պես բծախնդիր են, շատ մանրակրկիտ ենք պատրաստվում տոնին, ասում է կազմակերպիչներից մեկը։ Քաղցր հյուրասիրությունից հետո տատիկների համար նաև անակնկալ են պատրաստել։ Իրենք իրենց շոյված են զգում, շատ գոհ են, ոնց որ իրենց ծերությունը վայել են։ Մի գյուղում, որ այսքան իմաստուն կին լինի, սերն ու միաբանությունն էլ անպակաս կլինի, ասում է Վարսենիկ տատը։ Ինչպես երիտասարդ տարիներին նա հիմա էլ է առաջնորդ։ Ընտանիքի անդամ լինի թե գյուղապետ, իր հետ են հաշվի նստում։ Այսպես ուրախ տեղ ոչ մի չկա, մեր քեղի նման գյուղ ոչ մի տեղ չկա։ Մենք ուրախ ենք։ Տոնակատարությունը թեև ճիշտ կեսին էր հասել, բայց դահլիճը շարունակ լցվում ու լցվում էր։ Հայկուշ Ասլանյան, Հարություն Սահակյան, օրակարգ։ Գառնան հովի հետ թռչունների չուն մեկնարկել է դեպի Սևանի ավազան, մասնագետներն այս փաստը ուշացած են համարում նվազագույն 2 շաբաթով։ Պատճառը ցրտաշուն ձմեռն էր ու անբարենպաստ եղանակը։ Ջերլող թռչունների համար նաև առաջացել է կենսատարածքի ու կերի լուրջ խնդիր։ Սևանա լճի որոշ ափամերձ հատվածներ արդեն ազատվում են սառցեկապանքներից եւ աստիճանաբար ընդլայնվող ջրային հատվածը կենսական անվտանգ տարածք է ստեղծում խիստ ձմռան հետևանքով ափին մոտ ապաստանած ջրլող թռչունների համար։ Այս տարվա փետրվարի կեսից Սևանի սառցակալման արդյունքում տեղաբնիկ թռչունների խմբերը հավաքվել են լիճ թափվող գետաբերաններում, որոնք հիմնականում ազատ են եղել սառցե շերտից։ Սակայն ջրային փոքր տարածքը, կերի պակասն ու եղանակային դաժան պայմանները աղետալի վիճակ են ստեղծել նրանց համար։ Տեսել եմ, որ մեկը մյուսին վնասել է։ Միգուցեև սոված էին, միգուցեև, չգիտեմ, տարածքի խնդիր կար, դե բնականա բոլորս հասկանում ենք, որ վայրի բնության մեջ բոլորը ունեն իրեն առանձին տարածքներ։ Իսկ մի արդեն բնությունը ստիպել էր, որ բոլորը ապրեն մի փոքր տարածքի վրա։ Թռչունները նաև մատչելի թիրախ են դարձել վայրի գազանների համար, իսկ մի մասն էլ սատկել է սառույցների վրա կամ բնադարավայրերում։ Եղել են պահեր, որ որսորդներ են հայտնվել տարածքում։ Սևան ազգային պարկի թռչունների պահպանության բաժնի հաշվարկով դեպի Սևանի ավազան արդեն մեկնարկել է թռչունների գարնանային չուն։ Երկրորդ թռչունները նույնպես կենսական տարածք են գտել Սևան թափվող գետաբերաններում։ Թռչունների համատարած չուն այս տարի Սևանի ավազանում գրանցված ցուրտ եղանակի պատճառով ուշացել է 15-ից 18 օրով։ Հասմիկ Շահբազյան, Ֆելիքս Ղազարյան, օրակարգ։ Եվ մինչև թողարկումն ավարտել մեկ տեղեկություն Փարիզից, քիչ առաջ մեր գործընկերները տեղեկացրին, որ Օրլի օդանավակայանում անհայտ անձը խլել է զինվորականի զենքը եւ փորձել կրակել բազմության եւ ոստիկանների վրա հասնելով վիրավորել ոստիկաններից մեկին, հանցագործը չեզոքացվել է, ձերբակալվել է նաև մեկ կասկածյալ։ Այս պահի դրությամբ ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները էվակուացնում են օդանավակայանը եւ շարունակում անվտանգության գործողությունները։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, շարունակեք հետևել օրակարգին։